Միգուցե կան հարցեր, որոնք ձեր մեջ անալիզ եք անում, չեք հասկանում, թե ինչ անել, ոնց անել, ձեր հաջորդ քայլերը եւ այլը, եկեք հարցնենք, այն ինչ դու պետք է գիտակցես, միգուցե հասկանաս, հա, տեսնենք ինչի հետ է կապված լինելու, հարց տվեք, այն ինչ դու պետք է գիտակցես եւ դա հասկանաս եւ կիրառես, միգուցե քայլ անես։ Եվ անցնենք մենք կանխատեսման, այն ինչ դու պետք է հասկանաս, գիտակցես ներկա պահին։ Դա կապված է ինչ-որ կնոջ հետ կամ ինչ-որ անձի հետ, ով կարող է տալ ինչ-որ բալանիններ, գաղտիկների հետ է կապված, որը դու պետք է դա հասկանաս, ինչքան էլ դա միգուցե զգուշություն կա այստեղ, հա, բայց ինչ-որ հարց կա, միգուցե քեզ մտածելու տեղ է տալիս, բայց ոչինչ հենց այնպես չի լինում, որովհետև մարդիկ կարող են լինել ընտրյալներ, մարդիկ կարող են ձեզ ճիշտ խորհուրդներ տալ, այնինչ դու պետք է հասկանաս, կիրառես, ինչ քեզ պետք է մտածելու տեղ տա, այստեղ մենք տեսնում ենք, հա, մարդիկ լսում են բալանին, այստեղ մեջտեղում, այսինքն մարդը ընտրյալ է եւ այստեղ զգուշանալ պետք չի անձից, այն ինչ դու պետք է հասկանաս, կիրառես քո կյանքում, հա, անալիզ անես, դա կապված է դամապենտակլեի հետ, մի կնոջ, ով ռեսուրսներով է, ինչ, այստեղ մաքրություն կա, հարցեր, որոշ հարցերում նա կարող է ձեզ միգուցե օգնել, որը կապված կարող է լինել իր ժամանակի, իր ռեսուրսների հետ, տեսնում եք, շատ ընկերական ձեզ կարող է տրամադրված լինել եւ շատ հարցերում կարող է ձեր աչքերը բացել, այսինքն դուք պետք է դա հասկանաք, դա ընդունեք եւ գնահատեք, էլ ինչ, տեսնում եք, նա պաշտպանված է, դուք պետք է հասկանաք, որ նրան տանում են այս երկու հրեշտակները առաջ եւ այստեղ ամեն ինչ կապ ունի նրա պահապան հրեշտակների, նրա ուժերի հետ։ Տեսնում եք, իսկ ինչու են այս մասին ձեզ հուշում, որպեսզի դուք անալիզ անեք։ Տեսնում եք։ Միգուցե կան բաներ, որոնք դուք չեք տեսնում։ Միգուցե դրա հետ համաձայն չեք։ Իսկ ինչ պետք է անեք, խորհուրդ, տեսնում եք, պետք է նրա հետ լավ լինեք